որոնք են բարձր խոլեստերինի նշանները եւ ինչ պետք է անել բարձր խոլեստերինի դեպքում։ Խոլեստերինից են սինթեզվում մի շարք սեռական հորմոններ՝ տեստոստերոնը, կանացի սեռական հորմոնները, էստրոգենները, վիտամին D-ն։ Ինչու է խոլեստերինը բարձրանում։ Կարող է այն պաշտպանական արձագանք լինել օրգանիզմի կողմից։ Գերխոլեստերին արյունության մասին կարող են հուշել օրինակ կոպերի հատվածում ճարպային աղեղների առկայությունը։ Երբեմն ծերունական հասակում հաճախ ենք նկատում աթերոսկլերոզին բնորոշ սկլերայի հատվածում եղջերաթաղանթի աղեղների առկայությունը դեղնավուն։ Մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում խոլեստերինի ընդհանուր թվերի վրա։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Պետք է դարձնել ցանկացած ֆրակցիայի վրա ուշադրություն, սակայն ընդհանուր խոլեստերինի մակարդակի բարձրացումը չի համարվում բացասական ազդակ։ Ինչ անել, երբ խոլեստերինը բարձր է։ Առաջին քայլը որն է բժշկուհի։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Խոլեստերինից պետք չէ վախենալ։ Այն անհրաժեշտ է մեր օրգանիզմի առողջության համար։ Իսկ ահա երբ բարձրանում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, պետք է անհանգստանալ։ Որոնք են բարձր խոլեստերինի նշանները եւ ինչ պետք է անել բարձր խոլեստերինի դեպքում։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Լաուրա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Մարդիկ վախենում են խոլեստերին բառից։ Պետք է վախենալ։ Եվ ինչից է պետք վախենալ։ Վախենալ պետք է, եթե այն գերազանցում է նորման, խոսքս վատ ֆրակցիայի մասին է խոլեստերինի։ Սակայն ընկալել խոլեստերինին որպես մեր օրգանիզմի թշնամի միֆ է։ Պետք է հասկանալ, թե որքան կարևոր միացություն է նյութեսա մեր օրգանիզմում, կառուցողական մի շարք նյութերի սինթեզի հիմք հանդիսացող, հետևաբար պետք է վախենալ, երբ խոլեստերինի ֆրակցիաները խախտված են։ Շատերը կարծում են, որ խոլեստերինը պարզապես ճարպ է, որը խցանում է անոթները, իրականում ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչու է անհրաժեշտ մեր օրգանիզմին։ Ինչպես նշեցի, խոլեստերինը կարևոր կենսական նյութ է մեր օրգանիզմի համար, այն մտնում է բջջաթաղանթների կազմության մեջ։ Խոլեստերինից են սինթեզվում մի շարք սեռական հորմոններ՝ տեստոստերոնը, կանացի սեռական հորմոնները, էստրոգենները, վիտամին D-ն։ Խոլեստերինը մտնում է նաև լեղաթթուների կազմության մեջ, հետևաբար վախենալ այս միացությունից սխալ է։ Ընդհակառակը պետք չէ բացառել խոլեստերինի առկայությունը մեր կյանքում, հատկապես այն պարագայում, երբ խոլեստերինը մեծամասամբ սինթեզվում է մեր օրգանիզմում, լյարդում, եւ միայն խոլեստերինի շատ փոքր չափաբաժինն ենք մենք ընդունում սննդամթերքի հետ միասին։ Խոլեստերինի դեպքում վախենալ պետք է, երբ ունենք խոլեստերինի տարբեր տեսակների փոփոխություններ։ Այսպես ասած HDL-ի, դա լավ խոլեստերինն է, ավելի խոսակցական ասած, եւ դրա նվազեցում եւ վատ խոլեստերինի մակարդակի բարձրացում։ Այս պարագայում նոր գնահատվում է որպես սիրտ-անոթային պատահարների ռիսկի գործոն եւ արդյունքում պետք է պարտադիր կերպով միջամտություն իրականացնել այս ամենի իջեցման համար։ Ինչու է խոլեստերինը բարձրանում։ Կարող է այն պաշտպանական արձագանք լինել օրգանիզմի կողմից։ Խոլեստերինը բարձրացնող գործոնները բազմապիսի են։ Դրան է նպաստում հավելյալ քաշը, մետաբոլիկ համախտանիշի առկայությունը։ Խոլեստերինի բարձրացումը կարող է պայմանավորված լինել ինսուլինային ռեզիստենտությամբ, շաքարային դիաբետի դեպքում է հաճախ դիտվում խոլեստերինի մակարդակի բարձրացում։ Որպես պաշտպանական մեխանիզմ սա դիտարկելը սխալ կլինի, քանի որ հատկապես վատ խոլեստերինի մակարդակի բարձրացումը չունի որևէ դրական ազդեցություն մեր օրգանիզմում, սակայն բարձրացումը հանգեցնում է անոթի պատում բորբոքային պրոցեսների առաջացման։ Այս պարագայում դիտվում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկ։ Հետևաբար սիրտանոթային խնդիրները, դրանք ինֆարկտ, ինսուլտ կարող են ավելի հաճախ հանդիպել։ Իսկ վահանաձև գեղձի խանգարումները, հիպոթիրեոզը Այո, կարող է վահանաձև գեղձի խնդիրները եւս հաճախակի հանգեցնում են խոլեստերինի ֆրակցիաների խանգարումների, քանի որ վահանաձև գեղձի խնդիրների դեպքում տուժում է վատ խոլեստերինի հեռացումը օրգանիզմից, այս պարագայում դիտվում է հենց իմ նշած LDL-ի մակարդակի բարձրացում։ Եվ սովորաբար, երբ ունենք խոլեստերինային բարձր մակարդակով բուժառումներ, պարտադիր կերպով հետազոտվում է նաև վահանաձև գեղձը։ Եվ մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում խոլեստերինի ընդհանուր թվերի վրա։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Պետք է դարձնել ցանկացած ֆրակցիայի վրա ուշադրություն, սակայն
ընդհանուր խոլեստերինի մակարդակի բարձրացումը չի համարվում բացասական ազդակ։ Մշտապես պետք է դիտարկել համընդհանուր պատկերում ինչպիսի խնդիրներ ունենք, ինչպիսի ցուցանիշներ ունենք եւ միայն գնահատել արդյոք դա բերում է աթորոգենության ռիսկի բարձրացման թե ոչ։ Որոնք են բարձր խոլեստերինի նշանները, որոնք կարող են ազդակ հանդիսանալ մարդկանց համար, որ պետք է ստուգել խոլեստերինը։ Որպես կանոն խոլեստերինի մակարդակի շեղումները հայտնաբերվում են հետազոտությունների արդյունքում առանց որևէ տիպիկ գանգատների։ Ավելի այլ է պատկերը, երբ ունենք երիտասարդ տարիքում ընտանեկան գերխոլեստերին արյունության բուժառու, որի դեպքում կարող են լինել սպეციფიկ որոշակի նշաններ։ Դրանք կարող են հուշել, որ հստակ պետք է ստուգել խոլեստերինի տարբեր ֆրակցիաները։ Գերխոլեստերին արյունության մասին կարող են հուշել օրինակ կոպերի հատվածում ճարպային աղեղների արկայությունը։ Երբեմն ծերունական հասակում հաճախ ենք նկատում աթերոսկլերոզին բնորոշ սկլերայի հատվածում եղջերաթաղանթի աղեղների արկայությունը դեղնավուն նորից։ Աչքերի շրջանում, այո։ Ջլային հատվածներում ճարպի կուտակումը, հատկապես աքիլեսյան ջլի հատվածում։ Սրանք կարող են վկայել որպես արտաքին ազդակ, որ հստակ պետք է որոշել խոլեստերինի տարբեր ֆրակցիաների մակարդակները։ Համացանցում ինֆորմացիան շատ է, պարզենք իրականությունը, որն է միֆը, վերջույթներում այտուցներ, թմրածություն, տհաճոտ բերանից, որովայնում ծանրության զգացողություն, գլխացավեր, տեսողական խնդիրներ, սրանք կարող են հուշել բարձր խոլեստերինի մասին։ Հստակ չեն կարող հուշել, որ ունենք խոլեստերինի խանգարումներ, սակայն ի վերջո, եթե ունենք ավելի բարդացած վիճակ անոթային մակարդակում, բնականաբար կտուժի եւ տեսողությունը, բնականաբար կունենանք նաեւ արյան շրջանառության վատացման երևույթներ եւ դա կբերի վերջույթներում այտուցի զգացողության, այսինքն նշել, որ ուղղակի կերպով դրանք ազդակներ են խոլեստերինը ստուգելու համար, սխալ կլինի, բայց անուղղակի կերպով ի վերջո աթերոսկլերոզի հետևանքով կունենանք միկրոշրջանառության վատացում եւ կդիտվեն հետեւյալ գանգատները։ Մարսողական համակարգի հետ կապված ձեր նշած խնդիրը կարող է պայմանավորված լինել հենց մարսողական տրակտով, այսինքն պրոֆիլակտիկ ստուգել խոլեստերինը պետք է ցուցված է անգամ 40-ից բարձր անձանց դեպքում, սակայն տվյալ ազդակներից հետևություն կատարել, որ ունենք խոլեստերինի խանգարումներ, սխալ կլինի։ Լավ, ինչ անել, երբ խոլեստերինը բարձր է։ Առաջին քայլը որն է բժշկուհի, ստատիններն են խոլեստերին իջեցնող դեղերը, որ պետք է գան օգնելու։ Երբ հայտնաբերվում է խոլեստերինի խանգարումներ, բնականաբար առաջին հերթին փորձում ենք վերացնել պատճառները, որոնք բերեցին այս ամենին։ Դա կլինի ինսուլինառեզիստենտությունը, շաքարային դիաբետի կորեկցիան, շտկումը, գլյուկոզայի մակարդակի։ Ստատինները բնականաբար բժշկության մեջ մեծ նվաճումներ են, որպես հակախոլեստերինային դեղեր, սակայն դիտարկել անմիջապես ստատինների կիրառումը կարծում եմ սխալ կլինի։ Բնականաբար, եթե կա ցուցում, եթե կան այնպիսի ցուցանիշներ, որոնք ըստ ուղեցույցների հիմք են ստատին նշանակելու համար, ապա պետք է հետևել դրանց։ Պարտավոր ենք հետևել, սակայն ժամանակակից բժշկությունը հիմնված է նաև պատճառի վերացման վրա եւ այս դեպքում հետազոտությունները կոմպլեքս կերպով են կատարվում։ Բնականաբար, քանի որ օրինակ խոլեստերինի մակարդակի փոփոխությունների կբերի նաև լեղամուղ համակարգում խնդիրների առաջացումը, փորձում ենք առաջին հերթին շտկել բոլոր այն խնդիրները, որոնք կբերեին բարձր խոլեստերինի։ Ստատինների մասին ինչ պետք է ասել, սովորաբար մարդիկ պարբերաբար ստուգումներ իրականացնելով ինքնաբուխ կերպով, իրենք թողնում են ստատիններ խմելը, սա ճիշտ է, ինչ խնդիրների կարող է հանգեցնել։ Ինքնուրույն կերպով որևէ պրեպարատ ընդունել կամ դրանից հրաժարվելը համարում եմ կոպիտ սխալ որպես մարդ, քանի որ մշտապես պահանջվում է մասնագետի խորհրդատվություն, ինքնանպատակ չէ այդ պրեպարատների նշանակումը։ Մենք բոլորս ովքեր ոլորտում, ովքեր իրականացնում են դեղորայքի նշանակում, հիմնվում են բոլոր մետաանալիզների վրա, որքանով է արդարացված տվյալ պրեպարատի կիրառումը։ Հետևաբար, եթե ունեք ցուցում, ապա կիրառեք, եթե ոչ, խորհրդակցեք համապատասխան մասնագետի հետ, ձեր սրտաբանի հետ, ինչու՞ չէ, եւ փորձեք հասնել ցանկալի ընդհանուր որոշման։ Սննդակարգը շատ կարևոր է բարձր խոլեստերինի դեպքում, ինչ ուտել, չուտել, բժշկուհի, ինչ սահմանափակումներ կան։ Բնականաբար բալանսավորված ռացիոնը պարտադիր է
նախ կանխելու համար, որպեսզի խոլեստերինը չբարձրանա եւ հայտնաբերելուց հետո էլ ինչու ոչ նաեւ այդ ճանապարհով փորձել հասնել շտկման։ Տրանս ճարպերը պետք է բացառել սննդակարգից, բարձր հագեցվածության ճարպերը, վերամշակված մսամթերքը բացառել։ Պետք է ավելի մեծ տեղ հատկացնել ռացիոնում բուսական սննդին, բանջարեղեններին, Սրանք օգնում են իջեցնել, իջեցնել, այո։ Ֆիզիկական բարձր ակտիվությունը, քանի որ գերխոլեստերին արյունության դեպքում շատ հաճախ հանդիպում է հավելյալ քաշը, ճարպակալումը, կենսակերպի փոփոխությունը ռադիկալ կերպով կազդի այս ամենի վրա։ Եվ եթե մեր լսարանը հիմա մեզ դիտում է ձեր կոնկրետ խորհուրդները, որոնք կարող են քայլերի վերածվել, որը կօգնի իրենց իջեցնել արյան մեջ բարձր խոլեստերինի մակարդակը, ինչին պետք է հետևել։ Առաջին հերթին կենսակերպին եւ խոսքս բնավ ճարպային սննդի բացառման մասին չէ։ Շատ դեպքերում խոլեստերինի մակարդակի շեղումների հանգեցնում է հենց քաղցրավենիքի հեշտ յուրացվող ածխաջրերի օգտագործումը մեր կյանքում։ Ֆիզիկական բարձր ակտիվություն, ինչպես արդեն նշեցի, բոլոր այն նորմերը, որոնք հնարավորություն կտան պահպանելու, խնայելու սեփական օրգանիզմի ռեսուրսները եւ կանխելու մի շարք հիվանդությունների առաջացումը այս դեպքում ցուցված են։ Այսքանը թերևս եւ բացի դա հայտնաբերելուց հետո պարտադիր կերպով ոչ թե անտեսել այս խնդիրը, այլ անցնել տարեկան բոլոր այն չեքափները, որոնք ցուցված են տարիքային խմբերին ու դիմել համապատասխան մասնագետների։ Եվ շատ են հարցնում բժշկուհի, եթե ունեն բարձր խոլեստերին, ճարպերը պետք է բացառեն, խոլեստերինը եւ ճարպերը։ Ռացիոնից պետք չէ իսպառ բացառել որևէ սննդանյութ, քանի որ դրանք հիմք են հանդիսանում մեր օրգանիզմում շատ այլ նյութափոխանակային գործընթացների համար։ Պետք է բացառել բարձր հագեցվածության ճարպերը, բայց օգտակար ճարպը, նույն օմեգա 3-ը, որը հաճախ ցուցվում է բժիշկների կողմից խոլեստերինի մակարդակը կարգավորելու նպատակով ավելի վաղ փուլերում, եւս հանդիսանում է ճարպ, բայց սա ունի իր դրական ազդեցությունը այս խնդրի շտկման առումով։ Կենթանական ճարպերը պետք է բացառել թերևս։ Այո։ Շնորհակալություն բժշկուհի կարևոր ինֆորմացիայի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևեք մեր թողարկումներին կարևորը բաց չթողնելու համար։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Լաուրա Հակոբյանի հետ։ Մինչ հանդիպում։ Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։